Մենք տաղավարում ենք սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր ուղիղ ընթացքը եւ շատ դեպքերում հատկապես տղամարդիկ երբեմն բացում են սառնարանի դուռը, երկար նայում են թե ինչ կա այնտեղ ու չեն կողնորոշվում ինչ ուտել, որովհետեւ չեն սիրում անդադար նույն բանով սնվել, հատկապես առավոտները։ Ախ, այդ տղամարդիկ, ես ծափահարում եմ, որովհետեւ անհամբեր սպասում եմ, երբ պիտի ներկայացնես այս հատվածում Նա ով օգնությանը հասնելու բոլոր այդ տղամարդկանց եւ բոլորիս առհասարակ Անուշին ասում ենք ողջույն։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր շատ համեղ հետաքրքիր նախուտեստ ենք պատրաստելու։ Բոլորս գիտենք, որ մենք սմբուկով, ավանդական, հայկական, այսպես ասած փաթաթուկներ, չէ, ունենք, որ պատրաստում ենք տարբեր միջուկներով։ Այսօր պատրաստելու ենք պղպեղով, խորոված պղպեղով, արդեն խորովել եմ հիմա կարմիր պղպեղը ու շատ գեղեցիկ, բայց իհարկե մի քիչ տարբերվող միջուկով շատ հետաքրքիր նախուտեստ կպատրաստենք, անկեղծ ասեմ, շատ գեղեցիկ է տեսքը, համը աննկարագրելի եւ նորություն է, ուղղակի կարող ենք թեկուզ հենց հիմա արդեն բացվել է, սկսել են շատ ավելի իհարկե բանջարեղենը շատ կլինեն խանութներում եւ կարող ենք առատ օգտագործել եւ սմբուկը եւ պղպեղը, ինչու՞ չէ նաեւ դդմիկով կարելի է պատրաստել։ Հիմա մենք այսօր կպատրաստենք ֆետա պանրով, կրեմ պանրով միջուկ, որին կավելացնենք ընկույզ, համեմ եւ վերջում կքերենք պարմեզան պանրով։ Ես պատկերացրել եմ եւ անհամբեր սպասում եմ։ Վայ, շատ համով։ Իսկ ավանդական սմբուկով տարբերակը հավանում ես։ Շատ եմ սիրում։ Այո։ Սեղանի զարդերից մեկն է իմ կարծիքով։ Սմբուկը, չէ։ Սմբուկով հատկապես փաթաթուկները, այո, ռոլերը։ Մասնավորապես ամանորի սեղանի, չգիտես ինչի, ասոցիացիաներ ունենք հետաքրքիր։ Եվ սմբուկով փաթաթուկները հետաքրքիր է, որ այն եզակի բաղադրիչներից են, որ տարվա բոլոր եղանակներին կարող ես վայելել, եւ ձմռանն է շատ հաճելի։ Հայք դա մեր մանկությունն էր, որ սպասում էինք տարվա տարբեր սեզոններին, որ մանդարին ուտեինք կամ էլ սմբուկ։ Հիմա բարեբախտաբար ամեն ինչ կա։ Ամեն ինչ կա, ուղղակի կան ուտեստներ, որոնք շատ տիպիկ են տվյալ եղանակի, որպես այդպեսին իհարկե, բայց սմբուկով փաթաթուկները միշտ եւ ամեն օր կարելի է վայելել։ Թվում է թե պարզ է, շատ թեթև է, բայց միանշանակ շատ համեղ բաղադրատոմս ես դու մեզ այսօր առաջարկում։ Սխտոր չկար, ինչպես հասկացանք այսօր։ Սխտոր չկար, բայց ես դիտավորյալ չեմ ավելացնում այստեղ սխտոր, անկեղծ ասեմ, ինձ այսպես էլ ինձ համար օրինակ հարմար է եւ չեմ կարծում, որ կարիք կա, բայց ովքեր որ կցանկանան կարող են ավելացնել սխտոր։ Ինձ համար այս բաներով կարծում եմ, որ սխտորը նույնիսկ այստեղ պետք չի։ Լավ։ Իհարկե տարին կլոր, այո, հիմա կարող ենք մենք սմբուկը գտնել, պատրաստել, չէ, բայց դե ինչպես ասում են, հողի բանջարեղենը լրիվ այլ է, դրա համար հիմա էլ ավելի շատ են պատրաստելու մարդիկ իհարկե։ Ես հիմա երևակայությունս միացրել եմ եւ պատկերացնում եմ, որ բացի տապակա պղպեղից մենք նաեւ կարող ենք պղպեղը խորովել, չէ, օրինակ։ Խորոված է, հենց այստեղ խորոված վիճակում է, այո, պղպեղը խորովել եմ, մաքրել միջուկը եւ հենց այստեղ կտեսնեք, թե փաթաթելու ձևն էլ հետաքրքիր է, որ ինքը ամբողջական տեսքը գեղեցիկ լինի։ Շատ անհամբեր եմ։ Իսկապես շատ անհամբեր եմ։ Բաղադրիչներից արդեն հավանեցիր։ Այո, պղպեղը, ֆետան, կրեմ պանիր, բոլոր բաղադրիչները կարելի է ուտել առանձին եւ սիրել նրանց առանձին։ Խնդրում եմ, դու այսօր շատ ուշադիր նայիր եւ տես թե ինչպես է ընթացքը պատրաստման, որ դու ինքդ պատրաստես։ Ես դեմ չեմ Անուշի պատրաստածները փորձարկել, թողարկումից թողարկում։ Գիտես ամեն անգամ ես փորձում եմ քեզ վարակել խոհանոցում լինելու այդ ձգտմամբ քո։ Ես հիանում եւ հպարտանում եմ իմ բոլոր ընկերներով, ովքեր չեն հանձնվում եւ ամեն անգամ փորձում են գրավչություն ստեղծել խոհանոցի շատ հետաքրքիր կլինես դու խոհանոցում, շատ համեղ կպատրաստես։ Դու դեռ չես բացահայտել քո մեջ պարզապես այդ գաղտնիքը, այդ ունակությունը, որ դու ունես։ Ինա, հավատա ինձ, ինչպես օրինակ դու մոտիվացնում ես, դու կարողանում ես, Հայկ։ Գիտես, երբ մենք ուղիղ եթերների շրջանակում բացահայտեցինք քո ֆանտաստիկ գեղեցիկ երգելու ունակությունը, նույնպես մենք մի օր պետք է բացահայտենք եւ տեսնենք քեզ խոհանոցում։
Ամեն մեկը գոնե մի քանի տաղանդ ունի, բայց պարտադիր չէ որ բոլորից ունենա։ Դե լավ, Անուշ, դու էլ Այնպես համոզեցիր։ որ ես էլ օրինակ երգել չգիտեմ, բայց խոհանոցը սիրում եմ։ Ես համաձայն եմ Ինա, ես կպատրաստեմ քեզ համար։ Թույլ չհավատամ, որ դու երգել չգիտես միանշանակ։ Չէ, այդպես է, այդպես է։ Օրինակ հիմա կարող ես քթի տակ ինչ-որ մի բան երգելով պատրաստես, թե չէ։ Օրինակ արեգակին պետք է հերվից նայ։ Դե այդպես Թարմ արմավիրից վերադարձած գուցե Այո, արմավիրի արևը քեզ հետ բերած։ Այո, իսկապես։ Իսկ ինչ կպատմես արմավիրից, հետաքրքիր էր իմիջիալոց շատ տեսանյութը կապված Արմավիրում մի գյուղ ենք բացահայտել, Լուկաշին գյուղ էինք այցելել նաև, եւ շուտով մեր հեռուստադիտողները կտեսնեն այդ տեսանյութը Լուկաշինի մասին։ Իդեպ բարևներ բոլորին Արմավիրի մարզում ովքեր լսում են։ Հիմա մենք հերթով բոլոր գյուղեր Հայաստանում որքան գյուղեր կան եւ քաղաքներ անպայման այցելելու ենք հերթով բոլոր գյուղերի ու քաղաքների մասին տեսանյութեր պատրաստենք եւ ասեմ, որ ինձ համար էլ բացահայտում է ամեն անգամ, երբ գնում ենք ու ինչ որ նոր բան տեսնում, որ չենք իմացել այսքան մոտ գյուղ է, բայց այնպիսի հետաքրքիր կառույցներ կան, որ Թամանյանն է նախագծել Լուկաշին գյուղը։ Եվ ուղղակի մի գյուղացի իր ճանապարհը փորելու ժամանակ գտել է այդ գլանակը, որի մեջ դրված է Թամանյանի նախագիծը։ Հրաշք չէ, հետաքրքիր է, չէ։ Ինչեր ես դու Եվ այնպիսի բացահայտում։ շենքեր կային այնտեղ, որ ոչ մի այլ գյուղում այլևս չկա։ Այնպես որ շատ հետաքրքիր է Անուշ, բոլոր փակագծերը բացահայտում է արել Պատմական մարզերի ակնարկներ։ խոհանոցների հետ կապված, ես հիշում եմ, յուրաքանչյուր ուտեստ իր երգն ուներ։ Այո, Ինչ էիք պատրաստում եւ երգում, չէ, սխալվում եմ։ Ինչ որ մի ուտեստ ապրես, հենց այդտեղից սկսվեց ձեր երգը։ Դե հիմա ուր եմ տանում խոսակցությունը, քրչիկը իր երգը կունենա, իսկ այս հրաշալի, փառահեղ, փաթաթուկը մի երգ չունի, որ երգես մեզ համար Անուշ։ Այսօր քո հերթն է երգելու։ Ոչ։ Չէ, միասին կերկենք, ինչ խոսք, բայց լավ Անուշ։ Արի միասին որոշենք, թե օրինակ այս Ստվացել ես բաղադրատոմսը։ կարողանում եմ համոզել։ Հիմա կհամոզենք, խնդրում դու զենքերը վայր մի դեպի։ Ինա, ես չէ որ քեզ չեմ համոզում գալ խոհանոց։ Մի հանձնվի, խնդրում եմ, հիմա։ Անուշ, յուրաքանչյուր ուտեստ, երբ պատրաստում ես, հաստատ ինքնին կթելադրի քեզ ինչ որ մեղեդի։ Օրինակ, չգիտեմ, հարիսան խաշը, խորովածը, վստահաբար մի տեսակ մեզ համար հայկական մեղեդայնություն ունեն։ Օրինակ, ես երբեք չեմ պատկերացնի, երբ կրակի կողքին խորոված պատրաստենք եւ երկենք սցինգ։ Բացարձակ չեմ պատկերացնում։ Այս դեպքում Սա խորովածն է իմ տան, դե ինչ-որ մի, այո, շատ ավելի հայկական մոտիվներով եւ հնչերանգներով լի երգ ենք պատկերացնում, բայց այս դեպքում Անուշ, ինչ օրինակ դու արտասահմանյան ավելի երգ ես հիմա պատկերացնում կամ հնչում է քո մտքում, թե ավելի հայկական հիմա այս պահին։ Այս պահին կենտրոնացած եմ, որ ոչինչ չմոռանամ։ Չես մոռանա։ Տեղը տեղին արվի, բայց սովորաբար այո, եւ ինչն է հետաքրքիր, այդ նույն Լուկաշին գյուղում, երբ որ մենք նկարահանման էինք, կանայք լավաշ էին թխում թոնրի մոտ 3 կիներ նստած, յուրաքանչյուր մեկը խմորը բացում էր, մյուսը այսպես օդում պտտեցնում էր, մեկն էլ արդեն թոնրից երրորդը։ Երբ երկելով էին այդ ամեն ինչ անում եւ երբ որ հետաքրքիր էր նրանք չէին շեղվում իրենց աշխատանքից մենք մինչեւ պատրաստվում ենք տեսախցիկը այս կողմ այն կողմ էինք տան իրենք մեկ էլ տեսնեմ քթի տակ արդեն երկում են ասում մի րոպե միացրեք տեսախցիկները արագ այս երգը եւ միշտ այդպես երբ որ ինչու են սկսել շատ երգել որովհետեւ հավաքվել են միասին որպեսի ժամանակը լավ անցնի սկսել են երգել եւ ամեն մի ուտեստ իր երգն ունի, ինչպես որ Համլետն ու Ինան են շատ հաճախ տարբեր երգեր հորինում, օրինակ Նեխուրով աղցանի մասին։ Երգեր հորինել տեղ են։ Դու կարծես չգիտես Լայզա Մինելի դուետի մասին, դա ես համարում եմ 2026-ի քո մեծագույն բաց թողումներից եւ խորհուրդ եմ տալիս շտկել։ Ահա։ Այո, մենք դուետ ունենք Համլետի հետ եւ երգում ենք Անուշի համար մեր համատեղ թողարկումների ժամանակ։ Ես դա տեսել եմ, ես դա Եվ հիշում եմ։ պատրաստվում ենք մասնակցել երկու աստղ Նախագծի։ 24-րդ Իսկ գուցե 2027 Եվրոտեսիլ մեկնեք, թե ոչ։ Դե եթե դա 2035 կտանի դեպի Օսկար, ապա ես դեմ չեմ։ Լավ։ Այ հիմա գիտես որ մեղեդին է իմ մտքում, չգիտեմ ինչու, բայց նայում եմ այս աղցանին ու քանի որ առաջին անգամ եմ տեսնում հենց այս բաղադրատոմսը, եւ քանի որ մենք անընդհատ պիտի խոսենք սիրուց, Անուշ, օրինակ ինչպես ես վերաբերում առաջին սիրո երգը ստեղծագործությանը, սիրում ես թե չէ։ Հրաշալի է։ Իսկ գիտես այդ երգը։
Արի միասին Միևնույնն է չեմ երկի։ Առաջին այդ սիրուց ահա ես չունեմ դադար, բայց կապրես իմ սրտում։ Առաջին այս սիրուց ահա ես չունեմ դադար։ Դե գիտես մենք էլ մեր երաժշտական աշխարհն ենք հիմա այստեղ բացայտում եւ թելադրում նաեւ, որովհետեւ արդեն իսկ սիրելի երգն ենք երգում, ոչ թե հորինում ենք։ Մեր գործընկեր Համլետը ներողամիտ կգտնվի։ Համլետ ջան, այնիշ ձերն է ձերն է, ես բնավ չեմ խառնվում ձեր երաժշտական խոհանոցին։ Լայզամինելի մնում է Այո, իհարկե, լայզամինելի։ դա իր տեղ ունի մեր հաղորդման շրջանակներում։ Լավ, Անուշ, ուր ենք հասել մենք։ Կարծես կարևոր փուլին ենք հասել եւ պիտի Այո, հիմա տեսեք, փաթաթենք։ Այսպես երկար պղպեղներն եմ ընտրել իհարկե եւ կիսեցի երկու մասի։ Հիմա ամենահետաքրքիրը մենք սկսում ենք փաթաթել այս նեղ հատվածից։ Հիմա Ես ի վերջո ուզում եմ հասկանալ համային տարբերություն կա կանաչ պղպեղի եւ կարմիր պղպեղի միջեւ։ այո, իհարկե։ Կարմիրները մի փոքր ավելի քաղցր են, թե սխալվում եմ։ Կարմիրը ավելի քաղցր է եւ դեղինն էլ է քաղցր, բայց տարբեր են համերը։ Հիմա մենք տեսակ, այստեղ խառնեցինք միայն ընկույզը եւ համեմը։ Ու հիմա այսպես պետք է գեղեցիկ Եվ փաթաթում ենք։ Եվ քանի որ գալիս ենք այսպես նեղ հատվածից դեպի լայն, ստանում ենք գեղեցիկ այսպիսի փաթաթուկներ։ առաջին փաթաթուկը պատրաստ է, այո։ Ես առաջինը կփորձարկեմ այդ առաջին փաթաթուկը։ Եվ այսպես բոլոր մնացած պղպեղները գեղեցիկ։ Այսօր եղանակն է մեր կողմից իմիջայլոց։ Վերջապես Այո, վերջապես։ Թեթև բանջարեղենային նախուտեստին, աղցանին համահունչ մենք վայելում ենք Գառնան Անուշաբույր օդը, արևը, կապույտ երկինքը։ Կարոնն արդեն ավարտվում է, բայց մենք նոր ենք սկսել վայելել Գառնան բույրը, օդը, երկինքը, ինչը ամենևին վատ չէ։ Ամենատխուր կողմերից մեկն է, չէ՞։ Եվ անդադար քեզ մտածելու տեղ տվող։ Սպասում ես, չէ՞, դու շատ ավելի տակ եղանակի։ Իրականում ոչ։ Յուրաքանչյուր եղանակ գեղեցիկ է յուրովի։ Հենց այնպես ոչինչ չի լինում։ Այո, գիտես, համաձայն եմ Նինայի հետ։ Ապրես։ Համաձայն եմ, բայց ինչն է հետաքրքիր, որ սա Երևանում է այսպես, ինձ թվում է, որ շատ մոտ գյուղերում էլ այդպես կլիներ, առավոտյան հիմա մենք պետք է գնանք Մեղրաձոր նկարահանման եւ խոսում եմ, ասում եմ, լավ է, որ այսօր լավ եղանակ է, որտեղ, ասում եմ, արև է, արևոտ օր է, ասում եմ, որտեղ է արև։ Այստեղ մառախուղ է։ Հայաստանի որոշ մարզերում ջուն է գալիս նույնիսկ։ Այո, Մեկասառույցներ կան նույնիսկ։ նույնը երեք մենք գնացինք Գավառ եւ Գավառում շատ այստեղ արև էր, բայց գնացինք ճանապարհից արդեն սկսվեց անձրև, կարկուտ, ինչ ասես պատահեց։ Ինչպես կարելի է չսիրել մի երկիր, որտեղ դու կարող ես միևնույն ժամանակ առնվազն 4 եղանակ հանդիպել։ Այո, ֆանտաստիկ է իրականում Այդ Հայաստանը։ իմաստով անբացատրելի գեղեցիկ է եւ հմայիչ մեր Հայաստան աշխարհը։ Դրա հետ մեկտեղ օրինակ ես միշտ զարմացել եմ, որ ընդամենը հաղթարելով 30-ից 40 կիլոմետր եւ դու գտնվում ես բացառապես այլ բարձրության վրա ծովի մակերևույթից, տեսադաշտը փոխվում է, չգիտեմ, ինչ-որ հարթավարային Եվ Հայաստանի թունելները կախարդական են, նկատել ես, որ մտնում ես եւ դուրս ես գալիս, պորտալ ես փոխում։ Վայ, այնքան եմ ուզում փորձել։ Արի։ Արի, գնում եմ։ Գնա, ես ծափարություններով եմ ճանապարհում եւ գնա փորձիր ու միանգամից ուղիղ եթերում դու քո գնահատականը։ Ես կպատմեմ։ Պատմիր, ես իրով կլսեմ այստեղ։ Ուզում ես փորձել։ Ինչով փորձեմ անում։ Ես հիմա արագը կկազմակերպեմ, շատ արագ։ Քեզ կտամ պատարագախ եւ իհարկե ափսե, խնդրեմ։ Ես էլ արագ կպատրաստեմ մյուսները։ Հայկ։ Փորձիր։ Սիրելի գործընկեր, Երանի քեզ իմիջայլոց։ Իհարկե մենք վերջում դեռ Մենք իհարկե պատմեզան մեր պետք է տանը կարծես ես ավելացնենք։ հոտից ծանոթ եմ զգում։ Մեր տանը պատրաստում ենք, բայց ավելացնում ենք նաև կաթնաշոր։ Այո։ Եվ դեմքի տարտարտությունից
Շատ բան པարզ է դառնում արդեն։ Ուզում եմ ասել առաջին է սիրուց ահա ես չունեմ։ Առաջին այդ կտորից Հրաշալի է, ուղղակի հրաշալի է։ Ինչպես չասել, Չէ, դե սա մարդկային չի։ դե հրաշքները գործում միշտ Մարդկային համով մի բան։ դրանից լավ խոսքեր յուրաքանչյուր տանտիկնոջ, յուրաքանչյուր խոհարարի համար ինձ թվում է չկա։ Դրանից լավ բան, այսպես անեմ։ Դե Անուշ հրաշքներ գործում ես միշտ քո տրամադրություն առհասարակ քո ներկայություն ու խաղանոցում միշտ հաճելի է մեզ։ Ինչ ենք անում վերջում, այո, մենք պետք է պարմեզանը քերեինք եւ Եվ մի փոքր, այո, կավելացնենք նաև պարմեզան, քանի որ մեզ մոտ այսպես պանրային բում է ստացվում, մինչև համերը ամբողջովին կվայելի ինան, մենք կավելացնենք այստեղ մի փոքր պարմեզան, այսպես։ Մի հատ էլ պարմեզանով պիտի։ Այո, դու ճիշտ է, դու շտապեցիր մի փոքր։ Ահա։ Բայց շատ գեղեցիկ է նաև, այո, շատ գեղեցիկ։ Իհարկե, ինչ Անուշ անմահական ստորագրում եմ, կնքում եմ, երդվում եմ, հաստատում եմ։ Դրոշմում ես։ Վստահ եմ, որ բոլորին դուր կգա մեր հեռուստադիտողներին, այնպես որ անպայման օգտագործեք այս բաղադրատոմսը եւ զարմացրեք ձեր հյուրերին, որովհետեւ յուրաքանչյուրի միշտ մտածում է այս անգամ ինչ պատրաստենք, ինչ նորություն դնենք սեղանին, չէ՞։ Կարելի է սմբուկի կողքին անպայման օգտագործել նաեւ այս հետաքրքիր նախուտեստ։ Անուշ, շնորհակալ ենք քեզ եւս մեկ անգամ, ինչպես միշտ հերթական, բայց սա հերթականը չէր, սա նոր էր, սա շատ գեղեցիկ էր, համեղ եւ օգտակար։ Այո, սա գարուն էր։ Շատ այսօրվան համահունչ։ Քեզ բարի ճանապարհ, օրվա դրական շարունակություն եւ քանի որ սիրելի հեռուստադիտողներ գովազդ է թակում մեր դուռը, մենք պետք է բացենք, նրան դիմավորենք, հետո կշարունակենք մեր ընթացքը։